Հայոց նորագույն պատմությունը ոչ միայն հետաքրքիր ակադեմիական շրջանակների, այլև լայն հանրության համար։ Հենց նորագույն պատմության արշալույսին բազմադարյա դադարից հետո վերականգնվեց մեր անկախ պետականությունը։ Նորագույն ժամանակաշրջանի մեր պետականության ամեն մի դրվագի լուսաբանումը յուրօրինակ դաս պիտի լինի ներկա եւ հաջորդ սերունդների համար։ Բոլորը պիտի իմանան պատմության շիտակ կողմերը, որ մեր ապագա պատմությունը շիտակ ճամփով ընթանա։ Իրականում մենք ներկա եւ ապագա սերունդների առաջ շատ բան ունենք պարզաբանելու մեր պատմության էջերից։ Որքան էլ առաջին հայացքից պարզ թվա ամեն ինչ, կան եւ մնում են հարցեր, ենթահարցեր, որոնք պատասխան եւ պարզաբանում են պահանջում։ Ահա այս մղումով եւ մասնագիտական առաքելության բերումով նախաձեռնել ենք մի հաղորդաշար, որի ընթացքում ներկայացնելու ենք Հայաստանը 1918-1922 թվականներին, առաջին հանրապետությունը եւ խորհրդային Հայաստանը, մինչեւ ԽՍՀՄ կազմավորումը։ Իրոք պատմական խառնակ, դժնդակ ժամանակներ, առավել խառնակ եւ դժնդակ Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Այս 4.5 տարվա պատմությունը, որքան որ շատ հայտնի է, նույնքան էլ անհայտ եւ խնդրահարույց։ Ամեն մի դրվագը հարցերի շարան է առաջ բերում, հարցեր, որոնց շիտակ պատասխանը փորձելու են գտնել այս հաղորդաշարի ընթացքում։ Ամեն մի հաղորդումից առաջ ներկայացնելու են քննարկվելիք թեմայի շուրջ պատտվող ամենաակտուալ հարցերի ու մտքերի շրջանակը եւ փորձելու ենք տալ դրանց պատասխաններն ու պարզաբանումները, հիմնված պատմական փաստերի վրա։ Իսկ հաղորդաշարը կոչվում է «Շիտակ պատմություն»։ Մեր առաջին հաղորդման թեման է իրադրությունը Կովկասյան ռազմաճակատում եւ Հայաստանում 1918 թվականի սկզբին։ Ներկայացնելով դեպքերի ընթացքը, ցանկանում ենք նախ հնչեցնել խնդրին առնչվող այն հարցերն ու մտքերը, որոնք պտտվում են մեր շուրջը։ Շատ է խոսվում թշնամու հետ համաձայնության գալու եւ խաղաղ հարևանությամբ ապրելու մասին։ Ինչ խոսք, հարևանների հետ համերաշխ ապրել բոլորն են ուզում, բայց արդյոք կարելի է վստահել թուրքերի հետ ունեցած համաձայնությանը եւ ապահով լինել։ Լսենք պատմությունը։ 1918 թվականի սեպտեմբերից բավական բարդ եւ ծանր իրավիճակ ստեղծվեց հայ ժողովրդի համար։ Ռուսաստանում բոլշևիկների իշխանության գալը եւ նրանց հողը գյուղացուն տալու եւ խաղաղության մասին դեկրետները ընդամենը շաբաթների ընթացքում կազմաքանդեցին Կովկասյան ռազմաճակատը։ Հազարավոր ռուս զինվորներ ամենօրյա պարբերականությամբ լքում էին իրենց դիրքերը եւ փորձում վերադառնալ Ռուսաստան, իրենց բաժին հողը։ Օգտվելով ռուսական բանակի հեռացումից եւ խախտելով 1917 թվականի դեկտեմբերի 5-ի Երզնկայի զինադադարը, 1918 թվականի հունվարի 30-ին թուրքական 50,000-անոց բանակը հարձակման անցավ Կովկասյան ճակատում։ Ինչպես մշտապես ցույց է տվել պատմությունը, թուրքերն այս անգամ եւս գնահատելով միջազգային իրադրության փոփոխությունը եւ հաշվարկելով իրենց հնարավորությունը, դրժեցին զինադադարի պայմանավորվածությունը։ Երզնկայում, Բաբերդում եւ այլ վայրերում հայ կամավորներն առանձին խմբերով փորձեցին դիմադրություն կազմակերպել Սեբաստացի Մուրադի, Սեպուհի եւ այլոց ղեկավարությամբ։ Այնուհանդերձ հաղթահարելով հայկական ուժերի հերոսական դիմադրությունը, թուրքական զորքերը գրավեցին Երզնկան, Բաբերդը, Մամախաթունը եւ շարժվեցին դեպի Էրզրում։ Հայաստանը պատմության ընթացքում ունեցել է ռազմավարական կարևոր դիրքերում գտնվող քաղաքներ, ամրոցներ, բերդեր, որոնց պատկանելությունը ճակատագրական է եղել մեր պետության եւ պետականության համար։ Վան, Կարս, Շուշի, Էրզրում, Կիլիկիայի բերդեր։ Արդյոք գիտենք Էրզրումի ռազմավարական արժեքը։ Էրզրումի, որի համար դարեր շարունակ պատերազմել են Հռոմն ու Պարթևստանը, Ռուսաստանն ու Թուրքիան։ Լսենք պատմությունը։ Կարևորելով Էրզրումի ռազմավարական նշանակությունը, Հայոց ազգային խորհուրդը որոշեց ջանքեր գործադրել ճակատի պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Անդրանիկը, ով հունվարի 23-ին ռուսական հրամանատարության կողմից ստացել էր գեներալ-մայորի կոչում, նշանակվեց հայկական առանձին հարվածային զորամասի հրամանատար եւ ստանձնեց Էրզրումի պաշտպանության ղեկավարումը։ Չնայած ազգային հերոսի գործադրած գերբնական ճիքերին, չհաջողվեց Էրզրումի մոտ կանգնեցնել թուրքական գերակշիռ ուժերին։ Փետրվարի 28-ին 10-օրյա համառ կռիվներից հետո ընկավ Արևմտյան Հայաստանի գլխավոր հենակետը։ Անդրանիկի համոզմամբ Էրզրումի անկման գլխավոր պատճառը Թիֆլիզում տիրող հուսալքությունն էր։ Թուրքերի դեմ պայքարն անհուսալի համարող թիկունքից եկած տրամադրությունները հոգեբանորեն կոտրում էին առաջապահ մարտիկներին։
Էրզրումի, որի պատկանելության հարցի լուծումը հայ պատմագիտական եւ քաղաքական միտքը ուղղակիորեն համեմատել են հայկական հարցի լուծման հետ, շատ կարեւոր էր թե մեզ հայերիս եւ թե թուրքերի համար։ Էրզրումի ռազմավարական նշանակությունը վճռորոշ է եղել գրեթե բոլոր ռուս-թուրքական պատերազմներում։ Ռուսների կողմից Էրզրումը գրավելուց հետո թուրքերը սովորաբար անիմաստ են համարել շարունակել պայքարը։ Ահա այսպիսի կարևոր եւ բարձրակարգ նշանակություն ունեցող Էրզրումի ամրոցի գրավումը թուրքերի կողմից վճռական եղավ նրանց առաջխաղացման համար։ Ռազմաճակատի գծի մյուս հատվածներում հայկական ուժերը ստիպված էին ետ քաշվել։ Մարտի 22-ին 10-օրյա դիմադրությունից հետո հայկական զորքերը թողեցին Վանը։ Այդպիսով ամբողջ արևմտյան Հայաստանն ընկավ թուրքերի ձեռքը, որոնք նոր ոչիներ գործեցին հեռանալ չհասցրած հայ բնակչության նկատմամբ։ Հետապնդելով հայկական փոքրաթիվ ուժերին, թուրքական զորքերը շարժվեցին դեպի արևելյան Հայաստան։ Առաջին աշխարհամարտի ընթացքում միջազգային կացությունը պարբերաբար փոխվում էր, ազդելով դեպքերի ընթացքի վրա։ Դա հատկապես սուր արտահայտվեց մեր դեպքում։ Արդյոք գնահատել ենք միջազգային իրադրությունը 1918 թվականի սկզբին, որ կտրուկ փոխվեց ի վնաս հայ ժողովրդի։ Լսենք պատմությունը։ 1918 թվականի սկզբին միջազգային գործընթացները ևս զարգանում էին ի վնաս հայ ժողովրդի։ Մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկի պայմանագրով խորհրդային Ռուսաստանը Թուրքիային զիջեց ոչ միայն արևմտյան Հայաստանը, այլև Կարսը, Բաթումը, Արդահանը։ Դեռ մինչև Բրեստ-Լիտովսկի պայմանագրի ստորագրումը 1918 թվականի փետրվարի 10-ին Թիֆլիսում կազմավորվեց Անդրկովկասյան Սեյմը, որպես երկրամասի բարձրագույն պետական իշխանական մարմին։ Սեյմի կազմի մեջ ընդգրկվեցին 36 վրաց մենշևիկներ, 30 մուսաֆաթականներ, 27 դաշնակցականներ, ևս 14 հոգի այլ կուսակցություններից։ Սեյմի անդամներն Անդրկովկասից ընտրվել էին համառուսաստանյան սահմանադիր ժողովի падգամավորներ։ Սեյմի նախագահ ընտրվեց վրաց մենշևիկ Չխեիձեն, իսկ կառավարության ղեկավար դարձավ Գեգեչկորին։ Անդրկովկասի Սեյմը չճանաչեց Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը եւ 1918 թվականի մարտին թուրքերի կողմից արդեն գրաված Տրապիզոնում առանձին բանակցություններ սկսեց վերջիններից հետ։ Տրապիզոնի բանակցությունները տևեցին 1918 թվականի մարտի 1-ից մինչև ապրիլի 1-ը։ Անդրկովկասյան պատվիրակությունը ղեկավարում էր վրաց Չխենկելին։ Հայերից պատվիրակության կազմում ընդգրկված էին Քաջազնունին, Խատիսյանը։ Թուրքական պատվիրակության նախագահն էր Ռաուֆ Բեյը։ Պատերազմից հետո տեղի ունեցող բանակցությունները սովորաբար համարվում են պատերազմի տրամաբանական շարունակությունը։ Պատերազմում կողմերը ամենադաժան անգութ քայլերի են դիմում ռազմական առավելության հասնելու համար։ Արդյոք ռազմական առավելություն ստացած թշնամին, մեր դեպքում թուրքը, բարեգութ կգտնվեր բանակցությունների ժամանակ։ Լսենք պատմությունը։ Տրապիզոնի բանակցություններում վճռորոշ էր ուժերի իրական հարաբերակցությունը։ Ռազմական գերակայություն ունեցող թուրքերը Անդրկովկասյան պատվիրակությունից պահանջեցին ընդունել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը եւ զորքերը դուրս բերել Կարսի, Արդահանի եւ Բաթումի շրջաններից։ Տեղական բնակչությունը ինքն էր որոշելու այդ տարածքների ապագա իրավակարգը, այն համաձայնեցնելով հարևան պետությունների հետ։ Մերժելով Բրեստի պայմանագիրը, Անդրկովկասյան պատվիրակությունը հույս ուներ ավելի նպաստավոր պայմաններով կնքել անջատ հաշտությունը Թուրքիայի հետ, պահանջելով մինչև 1914 թվականը եղած ռուս-թուրքական պետական սահմանները, ինչպես նաև մասնավորապես ինքնավարություն արևմտյան Հայաստանի համար թուրքական պետականության շրջանակներում։ Հաղթանակած թուրքերը լսել անգամ չէին ուզում այդ մասին եւ առանց Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագրի ընդունման հրաժարվեցին շարունակել բանակցությունները։ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի քննարկումը հատկապես պարզորոշ դրսևորեց Անդրկովկասի ազգային կուսակցությունների միջև եղած խոր հակասությունները։ Վրաց մենշևիկները Չխենկելու գլխավորությամբ պատրաստ էին զիջել Կարսը, Կաղզվանը, Օլթին։ Դաշնակցականները գտնում էին, որ Թուրքիային առաջին հերթին պետք է անցնեն այն հողերը, որոնց բնակչության համար իրենց կազմով ու քաղաքական կողմնորոշմամբ ավելի հեշտ ու անցավագին կլիներ անջատվել Անդրկովկասից, այսինքն Արդվինը եւ Արդահանը։ Ապրիլի 5-ին հաշվի առնելով թուրքերի շարունակվող հարձակումը եւ ռազմաճակատի ծանր վիճակը, Սեյմից արտակարգ լիազորություններով օժտված Չխենկելին պատրաստակամություն հայտնեց Թուրքիային զիջել Օլթիի օկրուգը, Արդահանի օկրուգի հարավը, Կարսի օկրուգի արևմտյան մասերը, ինչպես նաեւ առաջ քաշել հայկական հարցի այնպիսի լուծում, որպիսին հարմար կնկատեր թուրքական կողմը եւ որը միաժամանակ հնարավորություն կտար թուրքահապատակ հայերին ու այլ ժողովուրդների փախստականներին վերադառնալ իրենց տեղերը եւ ստանալ ապահովության որոշ երաշխիքներ։ Այսպիսով արևմտյան Հայաստանի ինքնավարության հարցը օրակարգից դուրս էր գալիս եւ դառնում զուտ գաղթականական հարց, զուրկ որևէ գործնական արժեքից։ Հայտնի խոսք է առաջին անգամ Չերչիլի բերանով ասված. աշխարհում չկան հավերժական դաշնակիցներ եւ թշնամիներ, կան հավերժական շահեր։ Արդյոք մեր բարեկամ հարևանները
իրենց նույնիսկ փոքր շահերից ելնելով ցանկացած պահի ոտատակ չէին տալու հայ ժողովրդի ռազմավարական շահերը։ Լսենք պատմությունը։ Այնուհանդերձ թուրքական պատվիրակությունը մերժեց բոլոր այդ առաջարկները եւ 48-ժամյա վերջնագիր ներկայացրեց Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը ընդունելու եւ Անդրկովկասը անկախ հայտարարելու պահանջով։ Անդրկովկասյան պատվիրակությունն այդ մասին տեղյակ պահեց իր կառավարությանը, որը սակայն համաձայնություն տվեց զիջել միայն Կարսի մարզը եւ Արդվինի օկրուգը, մերժելով զիջել Բաթումը։ Անշուշտ այստեղ վրացիներն էին այդպես պնդում։ Հետևեց Թուրքիայի նոր վերջնագիրը, նույն պայմաններով, եւ քանի որ պատասխանը Թիֆլիսից ուշացավ, Չխենկելին պատվիրակության անդամների ընդհանուր համաձայնությամբ ամբողջությամբ ընդունեց Բրեստի հաշտության պայմանագիրը։ Բայց դա արդեն չէր բավարարում թուրքերին, որոնք մտադիր էին խախտել նաև 1877-1878 թվականների ռուս-թուրքական սահմանը եւ ռազմական գործողությունները փոխադրել Անդրկովկասի խորքերը։ Սեյմն ընդհատեց բանակցությունները եւ պատվիրակությանը հետ կանչեց Տրապիզոնից, պաշտոնապես պատերազմի մեջ մտնելով Թուրքիայի հետ, որը շուտով ավարտվելու էր Անդրկովկասյան զորքերի պարտությամբ եւ ավելի ծանր հաշտության պայմանագրի ստորագրմամբ։ Թուրքիայի ճնշման տակ 1918 թվականի ապրիլի 22-ին Անդրկովկասը հռչակվեց անկախ հանրապետություն եւ վարչապետ դարձավ Չխենկելին։ Նախարարական 13 աթոռներից հայերին տրվեցին 4-ը։ Նախարարական առանցքային պաշտոնները, այն է ներքին գործերի եւ ռազմական, գտնվում էին վրացիների ձեռքում։ Վրաց գործիչների խարդավանքների հետևանքով ապրիլի 25-ին Կարսը առանց կռվի հանձնվեց թուրքերին։ Շարունակելով առաջխաղացումը, թուրքական զորքերը դիրքավորվեցին Ախուրյանի աճափին, ավարտելով Բրեստ-Լիտովսկի պայմանագրով իրենց տրված տարածքների զավթումը, սակայն թուրքերը չբավարարվեցին դրանով։ Պատմությունը գիտություն է անցյալի մասին, սակայն առանց անցյալի շիտակ իմաստության անորոշ է ապագան։ Կարծում ենք, պատմությունը գիտություն է նաև ապագայի մասին։ Շիտակ նայենք պատմությանը, որ շիտակ կերտենք մեր ապագան։ Կհանդիպենք։